Շուրջ 1 տարի առաջ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Փաշինյանը, Թրամփն ու Ալիևը համատեղ հռչակագիր ստորագրեցին եւ հայտարարեցին Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման նախագծի մասին։ Այն ներկայացվեց որպես Հայաստանի համար ապաշրջափակման հնարավորություն, իսկ Ադրբեջանի համար կապի հնարավորություն Նախիջևանի հետ։ Այդ որոշումից 1 տարի անց Հայաստանը սկսում է նախագծի վավերացման գործընթացը։ Նախագիծը նախ կուղարկվի սահմանադրական դատարան, այնուհետև սահմանադրությանը համապատասխանող ճանաչվելու դեպքում կներկայացվի ազգային ժողով վերջնական հաստատման համար։ Ինչ է այն ենթադրում, երբ Սյունիքում արդեն հողի վրա կմեկնարկեն ճանապարհի կառուցման աշխատանքները եւ ինչ մտահոգություններ եւ ռիսկեր են տեսնում տարածաշրջանի մյուս երկրները։ Այս եւ այլ հարցերի պատասխանների հետևից այս շաբաթ գնացել է Էլեն Խուդոյանը, Էլենը տաղավարում է։ Էլեն, թրիփի նախագծի շուրջ վերջին օրերին մի շարք կարևոր զարգացումներ եղան, ինչ հիմնական քննարկումներ ու մտահոգություններ են հնչում այս օրերին։ Նախ մեր հեռուստադիտողներին տեղեկացնենք, որ երբ խոսքը վերաբերում է միջազգային պայմանագրին, ինչպիսին թրիփի համաձայնագիրն է, ապա գործում է սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքի հատուկ կարգավորումը։ Դիմումը պունկտագրելուց հետո սահմանադրական դատարանը պետք է ընդամենը 3 ամիս ժամկետում հիմնական որոշում կայացնի, եւ այդ ժամկետը վերաբերում է միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների սահմանադրության համապատասխանությունը որոշելու գործերին։ Քննությունը որպես կանոն ընթանում է գրավոր ընթացակարգով, սակայն դատարանի որոշմամբ այն կարող է նաեւ բանավոր քննությամբ իրականացվել։ Այժմ խոսենք համաձայնագրի բովանդակության շուրջ քննարկումների մասին։ Երեկ երբ կառավարության նիստում որոշվեց, որ թրիփի համաձայնագիրը պետք է ուղարկվի սահմանադրական դատարան, այդ ընթացքում քննարկումների ժամանակ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը տեղեկացրեց, որ թրիփը համապատասխան գոտիներում կստանա հողօգտագործման եւ կառուցապատման իրավունք նախնական 49 տարի ժամկետով։ Այս տարիների ընթացքում ընկերության մասնաբաժնի 74%-ը կպատկանի ԱՄՆ-ին, իսկ 26%-ը Հայաստանին, որից հետո 49 տարվա ավարտից հետո երկու կողմերը հնարավորություն կունենան երկարաձգել համաձայնագիրը եւս 50 տարի ժամկետով, եւ այդ ժամանակ արդեն Հայաստանի 26%-ը կհասցվի մինչեւ 49%-ի։ Հայաստանի իշխանությունները թրիփը ներկայացնում են որպես տարածաշրջանային հաղորդակցությունների զարգացման եւ տնտեսական նոր հնարավորությունների նախագիծ, ընդգծելով, որ Սյունիքով Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհը դրական ազդեցություն կունենա նաեւ տարածաշրջանի երկրների վրա։ Սակայն այս ամենին զուգահեռ հնչում են մի շարք մտահոգություններ եւ գնահատականներ։ Այդ մտահոգությունները հիմնականում հնչում են Ռուսաստանի եւ Իրանի կողմից։ Օրինակ, Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ թրիփը կարող է արդյունավետ իրականացնել միայն Ռուսաստանի մասնակցությամբ եւ Մոսկվայի խոսքը այստեղ կարեւոր է եւ պետք է հաշվի առնել։ Նրա խոսքով Թրամփի ուղին անցնելու է այն տարածքով, որտեղ տասնամյակներ շարունակ ռուս զինվորները եւ հայ գործընկերները միասին պահպանել են Հայաստանի սահմանը Թուրքիայի եւ Իրանի հետ։ Իսկ Իրանը մտահոգված է ամերիկացիների ներկայությունից, թեև չպետք է մոռանալ, որ Հայաստանը բազմիցս նշել է եւ հավաստիացրել, որ այս նախագիծը ունի միայն տնտեսական նշանակություն եւ ընդգծել, որ թրիփը որևէ մեկի դեմ չէ, այլ ընդհակառակը այն շահավետ է բոլորի համար, հատկապես Ռուսաստանի եւ Իրանի համար։ Մենք փորձել ենք կապ հաստատել թե Իրան, թե Ռուսաստան հասկանալու, թե այս օրերին ինչպիսի զարգացում կա նախագծի շուրջ եւ արդյոք այդ երկրներում դեռևս կան մտահոգություններ։ Այս պահին առաջարկում եմ դիտել ռեպորտաժը եւ վերադառնալ։ Եթե թրիփ նախագիծը պարզապես դիտարկվի որպես տրանսպորտահաղորդակցային նախագիծ, որը կապում է երկրները եւ նպաստում Հայաստանի շրջափակման հաղթահարմանը, ապա Իրան այն կարող է համարել կառուցողական նախաձեռնություն։ Սակայն ըստ իրանցի փորձագետ Էհսան Մոհավեդյանի, իրականությունն այն է, որ Միացյալ Նահանգներն այս նախագիծը նախաձեռնելու այլ շարժառիթներ ունի։ Դրանցից մեկը ամերիկյան կորպորացիաներին հողերի երկարաժամկետ վարձակալություն տրամադրելն է։ Այդ կորպորացիայում Հայաստանի կառավարությունն ունի ընդամենը 26% բաժնեմաս, իսկ մնացած 74%-ը գտնվում է Միացյալ Նահանգների վերահսկողության տակ։ Այսպիսի պայմաններում դժվար է վստահել, որ Միացյալ Նահանգները լիովին կհարգի Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Բացի այդ, մենք նույնիսկ չգիտենք, թե ովքեր են Միացյալ Նահանգներից ժամանող այն մարդիկ, որոնք ղեկավարում են այս նախագիծը։ Արդյոք նրանք պարզապես ինժեներներ են, թե անվտանգության ծառայությունների ներկայացուցիչներ, որոնք ներկայանում են որպես ինժեներական անձնակազմ։ Մովահեդյանի խոսքով Իրանի մտահոգություններից մեկը նաև այն է, որ մաքսային եւ սահմանային կառավարման գործառույթները կարող են հանձնվել օտարերկրյա կառույցների, ինչը նրա գնահատմամբ կստեղծի անվտանգության եւ տվյալների վերահսկողության ռիսկեր։ Իրանի համար մտահոգիչ խնդիր է նաև Իրանի տարանցիկ նշանակության հնարավոր նվազումը։ Ըստ Մովահեդյանի, եթե թրիփը ներգրավի արևելք-արևմուտք ուղղությամբ բեռնափոխադրումների զգալի մասը Թուրքիայի, Ադրբեջանի եւ այլ երկրների մասնակցությամբ, ապա Իրանի դիրքը պարզապես տարածաշրջանային տարանցիկ հանգույց, ինչպես նաև դրա տնտեսական եւ աշխարհաքաղաքական նշանակությունը կարող են աստիճանաբար թուլանալ։ Միաժամանակ փորձագետը ընդգծում է, որ Իրանը պատրաստ է աջակցել նախագծին, եթե այն իրականացվի Հայաստանի կառավարության լիարժեք վերահսկողության ներքո եւ առանց Իրանի նկատմամբ թշնամական վերաբերմունք ունեցող օտարերկրյա ընկերությունների ներգրավմամբ։
Եթե նման նախագիծը ներկայացվում է որպես տնտեսական եւ տարանցիկ նախաձեռնություն, բայց դրա շրջանակում մենք տեսնում ենք անվտանգության, հետախուզական կամ տեղեկատվության հավաքագրման գործունեության տարրեր, ապա մենք չենք կարող աջակցել դրան։ Մեզ համար մտահոգություն է առաջադեմ հսկողության եւ հետախուզական համակարգերի տեղադրումը։ Արհեստական բանականությամբ աշխատող տեսախցիկների, անօդաչու թռչող սարքերի, սենսորների եւ հաղորդակցության վերահսկման համակարգերի տեղակայումը կարող է զգալիորեն ուժեղացնել հետախուզական տվյալների հավաքագրումը Իրան-Հայաստան սահմանի մոտ։ Փորձագետի խոսքով երկու հարևան երկրների համար առավել շահավետ կլինի համատեղ նախաձեռնություններ իրականացնել եւ թույլ չտալ, որ հազարավոր կիլոմետրեր հեռու գտնվող արտաքին ուժերը միջամտեն եւ փորձեն վնասել Իրանի ու Հայաստանի բարեկամական հարաբերություններին։ Նա հիշեցնում է ներկայում իրանական ընկերություններից մեկն իրականացնում է Հյուսիս-Հարավ միջանցքի նախագիծը եւ հետագա փուլերում Իրանը կրկին պատրաստ է աջակցել Հայաստանին տնտեսական ծրագրերի իրականացման գործում։ Խոսելով Իրանի եւ Ռուսաստանի շահերի համընկնման մասին, Մոհավեդյանը ընդգծում է, որ Ռուսաստանը Իրանից հետո երկրորդ երկիրն է, որի շահերին այս նախագիծը վնասում է։ Պատճառը այն է, որ դա հնարավորություն է տալիս ԱՄՆ-ին մեծացնել իրենց ներկայությունն ու ազդեցությունը Հայաստանում եւ միաժամանակ դժվարեցնել Ռուսաստանի շահերի պահպանումը։ Ռուսաստանը կարող է համագործակցել Իրանի հետ եւ միասին քննարկել այս նախագծերը, քանի որ եթե այս նախագիծը շարունակվի, ապա Միացյալ Նահանգների ազդեցությունը կաճի Կասպից ծովի տարածաշրջանում, այնուհետև Կենտրոնական Ասիայում եւ վերջնական արդյունքում դա կարող է հանգեցնել Ռուսաստանի դիրքերի լուրջ թուլացման։ Եթե ռուսները կարծում են, որ այս խնդիրը կարող են լուծել Միացյալ Նահանգների հետ բանակցությունների միջոցով, ապա իմ կարծիքով նրանք սխալվում են։ Մովահեդյանը ընդգծում է, այս ճանապարհը պետք է լինի պարզապես հաղորդակցային եւ տարանցիկ, ինչպես բազմաթիվ այլ միջանցքների դեպքում է։ Դուք գիտեք, որ Իրանը թույլ է տալիս Ադրբեջանի քաղաքացիներին Իրանի տարածքով հասնել Նախիջևան, նրանք ունեն այդպիսի ճանապարհ, սակայն հարգում են Իրանի ինքնիշխանությունը, մուտք են գործում, վճարում են հարկերն ու տուրքերը եւ նրանց նկատմամբ ամբողջությամբ կիրառվում են Իրանի օրենքներն ու կանոնակարգերը։ Եթե նրանք ցանկանում են ունենալ ճանապարհ Հայաստանի տարածքով, ապա այն պետք է գործի նույն սկզբունքով։ Էհսան Մովահեդյանի պնդմամբ իրական խնդիրն այն է, որ այս նախագիծը ոչ թե տնտեսական, այլ անվտանգային նախագիծ է, որը ըստ նրա պետք է օգնի ԱՄՆ-ին, ՆԱՏՕ-ին եւ այլ արտատարածաշրջանային ուժերին մուտք գործել Հարավային Կովկաս, ապա Կասպից ծով եւ Կենտրոնական Ասիա։ Նրա գնահատմամբ այս նախագիծը կարող է թույլատրել հայ-իրանական հարաբերությունները, վտանգել Իրանի ազգային անվտանգությունը, ինչպես նաեւ բացասաբար անդրադառնալ Հայաստանի տարածքային ամբողջականության վրա։ Արդյոք Ռուսաստանը կիսում է իրանական այս տեսակետները։ Կապ հաստատեցինք նաեւ Մոսկվա, Սևծովյան, Կասպյան տարածաշրջանի քաղաքական եւ սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Վիկտոր Նադեին-Ռաևսկու գնահատմամբ թրիփ նախագիծը ԱՄՆ-ի կողմից այսպես կոչված Զանգեզուրի միջանցք գաղափարը նոր ձևաչափով առաջ մղելու փորձ է։ Նրա խոսքով Վաշինգտոնի հիմնական նպատակը տարածաշրջանային տրանսպորտային երթուղու նկատմամբ վերահսկողություն հաստատելն է, ինչպես նաեւ Կասպյան տարածաշրջանում իր ներկայությունն ընդլայնելը։ Հայաստանը նախագծից էական տնտեսական շահ չի ստանա, քանի որ հիմնական եկամուտները կստանան երկաթուղու կառավարումն ու բեռների սպասարկումը իրականացնող ընկերությունները, իսկ Հայաստանի բաժինը կսահմանափակվի միայն տարանցումից ստացվող համեստ մուտքերով։ Ռուս փորձագետի խոսքով այս ամենը կարող է կտրել Իրանի այն ճանապարհը, որ այսօր որոշ չափով գոյություն ունի Հայաստանի, ապա Վրաստանի եւ Սղեկծովի նավահանգիստների միջոցով դեպի հյուսիս։ Խոսքը մասնավորապես հյուսիս-հարավ երթուղու մասին է, որը նախատեսված էր մեկ գոտի մեկ ճանապարհ նախաձեռնության շրջանակում, սակայն այն մինչ այժմ ամբողջությամբ չի գործում։ Նախատեսվում էր կառուցել մոտ 8 կիլոմետր ճանապարհ Իրանի աստարայից մինչև Ադրբեջանի աստարա եւ փոքր կամուրջ մի փոքրիկ գետի վրա, սակայն այդ աշխատանքները այդպես էլ չեն սկսվել։ Արդյունքում առևտուրը շարունակում է իրականացվել Կասպից ծովով, իսկ այժմ սկսել է գործել նաեւ արևելյան երթուղին Կասպից ծովի արևելյան ափով Թուրքմենստանի տարածքով մինչև Իրանի սահման։ Այդ ճանապարհը երկար է, սակայն ոչ էական չափով։ Ռուսաստանը պնդում է, որ թրիփը պետք է իրականացվի իր մասնակցությամբ։ Վիկտոր Նադեին-Ռաևսկին նկատում է, Ռուսաստանն արդեն ներգրավված է Հայաստանի երկաթուղային համակարգի կառավարման մեջ ռուսական երկաթուղիների միջոցով։ Սա ըստ նրա Ռուսաստանի համար կարևոր տնտեսական գործունեություն է եւ միաժամանակ ապահովում է նրա ներկայությունը Հարավային Կովկասում։ Ռուսաստանը Հայաստանում ունի նաև ռազմական բազա, իսկ ռուս սահմանապահները հայ գործընկերների հետ համատեղ հսկում են Թուրքիայի սահմանը եւ այլ ուղղություններ։ Այս ամենը Ռուսաստանին հնարավորություն է տալիս մնալ տարածաշրջանի ակտիվ դերակատարը։ Երկրորդ Հայաստանում գործում է Ռուսաստանի ռազմական բազան։ Հարաբերությունները ներառում են Հայաստանի հետ լայնածավալ առևտուր, ինչպես նաև Ռուսաստանում բնակվող մեծ հայկական համայնքը, հայ ժողովրդի այն հատվածը, որը ի դեպ մեծ ներդրում է ունեցել Ռուսաստանի պատմության մեջ եւ ոչ միայն պատմության։ Ահա այս ամբողջ շահերի շրջանակը Ռուսաստանի համար կարևոր նշանակություն ունի։
Հարցին, թե ինչ պայմաններով Ռուսաստանը կարող է աջակցել TRIP նախագծին, Վիկտոր Նադեին-Ռաևսկին պատասխանել է, որ դա հնարավոր է միայն Ռուսաստանի անմիջական մասնակցության եւ տարածաշրջանից նրան դուրս մղելու փորձերից հրաժարվելու դեպքում։ Եթե նախագիծը իրականացվի առանց Ռուսաստանի մասնակցության, ապա դա բացասաբար կանադառնա հայ-ռուսական հարաբերությունների վրա։ Այդ դեպքում Հայաստանը ստիպված կլինի վերանայել ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական հարաբերությունները Ռուսաստանի հետ եւ վերաուղղվել դեպի Միացյալ Նահանգներ, ինչը կարող է բացասական հետևանքներ ունենալ հաշվի առնելով երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության ներկայիս ծավալները։ Ըստ փորձագետի Մոսկվային մտահոգում է, որ Ռուսաստանին փորձում են դուրս մղել Հարավային Կովկասից։ Նրա խոսքով Ռուսաստանի համար սա բացարձակապես անընդունելի է, քանի որ այս ամենը ուղղակիորեն սպառնում է երկրի անվտանգությանը։ Էլեն Խուդան, Լևոն Խաչատրյան, Սեյրան Հակոբյան, Հորիզոն։ Ելեն քիչ հետո մենք տաղավարում կհյուրընկալենք նաև փորձագետի եւ կծանոթանանք փորձագիտական դաշտում արկա գնահատականներին եւս այս թեմայի հետ կապված, բայց մինչ այդ ես առաջարկում եմ մեր հեռուստադիտողներին հիշեցնել, որ այս շաբաթ հայտնի դարձավ նաև թե ով է ղեկավարելու TRIP+ հիմնադրամը, այն նախագահելու է Կոնստանտին Սոկոլովը։ Այո, Կոնստանտին Սոկոլովի անունը հրապարակելիս հատկանշական է, որ ամերիկյան լրատվամիջոցները ընդգծում են նրա ԽՍՀՄ-ում ծնված լինելու հանգամանքը։ Իդեպ տեղեկացնենք, որ նա Հայաստանում աշխատելու արդեն իսկ փորձ ունի, քանի որ ներգրաված է Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտում։ Այս համատեքստում կարևոր է նաև տեղեկացնել, որ TRIP+ հիմնադրամը միայն բուն TRIP երթուղու մասին չէ։ TRIP+ հիմնադրամը, որի նախնական կապիտալը $201 միլիոն է, միայն Սյունիքի ճանապարհը ֆինանսավորելու համար չէ։ Այն կարող է վարկեր, բաժնետիրական ներդրումներ եւ դրամաշնորհներ տրամադրել Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրներին։ Շատ լավ, այս պահին առաջարկում եմ արդեն մեզ միանա Ազատ քաղաքացի հասարակական կազմակերպության նախագահ վերլուծաբան Հովսեփ Խուշուդյանը։ Պարոն Խուշուդյան, նախ շնորհակալություն, որ այստեղ եք։ Էլենի ռեպորտաժում պատրաստած ռեպորտաժից էլ ակնհայտ է դառնում, որ երկու մայրաքաղաքներում, թե Թեհրանում եւ թե Մոսկվայում, հիմնական մտահոգությունները վերաբերում են տարածաշրջանում Միացյալ Նահանգների հնարավոր ազդեցության աճին։ Սա որքանով է իրական ռիսկ եւ որքանով աշխարհաքաղաքական մրցակցության արտահայտություն։ Գիտեք, թե Ռուսաստանը, թե Իրանը, եթե մտահոգ էին այլ, օրինակ ՆԱՏՕ-ի անդամների այստեղ տարածաշրջանում ազդեցության աճով, պետք է մտահոգություն հայտնեին, երբ որ օրինակ Թուրքիան մտնում էր Արցախ Ռուսաստանի հետ իդեպ համատեղ մոնիտորինգային առաքելությամբ։ Ընդհանրապես առաջի անգամ 200-ամյա պատմության մեջ Թուրքիան Ռուսաստանի թողտվությամբ 20 թվականին մտավ տարածաշրջան։ Մտավ զորքով, զենքով, նաև ուրեմն խորհրդատուներով ռազմական Ադրբեջանի համար եւ այդ ժամանակ կարծես թե որևէ մեկը մտահոգություն չէր հայտնում այդ կապակցությամբ։ Միացյալ Նահանգները ոչ զորքով է մտնում այստեղ, ոչ զենքով։ Համենայն դեպս TRIP-ի այդ հիմնադրամը դա բիզնես կառույց է, որը որ աջակցելու է Հայաստանի տնտեսության զարգացմանը, լոգիստիկ, աշխարհաքաղաքական նաև ուրեմն արժեքի բարձրացմանը Հայաստանի եւ դա մեր շահերից է բխում եւ եթե իրենք մտահոգ են, որ մեր մոտ այսպես հավասարակշռված արտաքին քաղաքականություն է եւ միակողմանի կախվածությունը Ռուսաստանից օրինակ նվազելու է դրա շնորհիվ, դա իրենց գործն է։ Եթե կառավարման մոդելում Հայաստանի բաժնեմասը փոքրամասնություն է, իսկ ԱՄՆ-ը մեծամասնություն, ապա ինչպես այդ դեպքում ապահովելու Հայաստանի լիարժեք վերահսկողությունը նախագծի նկատմամբ եւ արդյոք բաժնեմասերի այս կառուցվածքը կարող է ազդել որոշումների կայացման վրա։ Ուրեմն տեսեք, նախ սկսենք նրանից, որ Հայաստանի ինքնիշխան տարածքում է գործելու, բնականաբար Հայաստանի օրենքներին համապատասխան։ Հենց դրանով այն լիովին պետք է համապատասխանի Հայաստանի օրենսդրությանը, կարգավորումներին եւ կապ չունի թե ով է մեծամասնությունը այդտեղ։ Ինչ վերաբերում է բիզնես ոլորտում որոշումների կայացման հարցերին, հա, այսինքն տեխնիկական հարցեր կան, տակտիկական հարցեր կան բիզնեսի, բնականաբար ով որ ներդրում է անում, ով որ հիմնական ներդրողն է ֆինանսական, նա էլ ավելի մեծ պայբաժին է ունենում սովորաբար։ Ոնց եք պատկերացնում, ասենք մեծ մասը փողի դներ Միացյալ Նահանգները, բայց վերահսկողության փաթեթը տար Հայաստանի։ Այնպես որ այդտեղ մտահոգվելու հարց չկա, ավելին, եթե Միացյալ Նահանգներինն է մեծամասնությունը, դա նաև ավելի հեղինակավոր է դարձնում, ավելի վստահելի է դարձնում այդ կառույցը տարածաշրջանի այլ երկրների եւ աշխարհի ներդրողների համար։ Ի վերջո պետք է հաշվի առնել, որ այդտեղ դեռ նոր լրացուցիչ գումարներ ներդնելու կարիք է լինելու հետսհետե։ Դուք շատ ճիշտ նշեցիք, որ դա միայն երկաթգծի վերականգնման մասին չէ, դա հեռահաղորդակցության մասին է, դա գազատարերի եւ նավթատարերի մասին է եւ այդտեղ միլիարդավոր դոլարներ դեռ մտնելու են եւ կառավարելու է այդ հիմնադրամը։ Նաև ցուցադրված ռեպորտաժից էլ պարզ դարձավ, որ Թեհրանում կարծես թե նաև մտահոգություն կա, որ գուցե հետախուզական տվյալներ ձեռք բերվեն եւ այլն, եւ դա ուղիղ հակասի Իրանի շահերին։ Այդպիսի վտանգներ կարող են լինել։
ինչ հիմքեր ունի նման բան պնդելու։ Երբ որ նա ասում է ժամանակին, Որտեղ պատերազմի մեջ է Միացյալ Նահանգների հետ։ Հասկանալի է, չէ, ես նկատի ունեմ հետախուզական տվյալների հավաքելու հարցում։ Եթե այստեղ էլ եմ ասում, ոչ ռազմական ներկայություն է ունենալու, ոչ համապատասխան հետախուզական սարքավորումներ է բերվելու այդտեղ ամենայն դեպս, որը նման պաշտոնական բան չկա։ Եթե չկա, կներեք նույն հաջողությամբ, եթե պաշտոնական չկա, ոչ պաշտոնապես առանց դրա էլ կարող էր առանց տրիպ ունենալու էլ ինչ որ սարքավորում, ինչ որ մի ամերիկացի կարող էր բերել սահմանի այս կողմից նայել։ Իրանը ավելի հիմքեր ունի մտահոգվելու Ադրբեջանի տարածքից իր տարածքի վրա այդ հետախուզական գործունեությունը արդեն տարիներ շարունակ իրականացվում է, բայց դա չի խանգարում պարբերաբար մտահոգություն հայտնելուց հետո բավականին ջերմ եւ այսպես լավ հարաբերություններ ունենալ Իրանի համար Ադրբեջանի հետ։ Պարոն Խոշուրյան, իսկան հստակ պատկերացումներ, թե թրիփ նախագիծը երբ կհանձնվի հստակ շահագործման։ Չի կարող հստակություն լինել այդ հարցում, քանի դեռ Իրան-ամերիկյան պատերազմը չի ավարտվել, որտեղ մենք գիտենք, որ դա ամեն դեպքում ազդում է տարածաշրջանի տնտեսական այս կարգի պրոյեկտների վրա, որ անմիջականորեն սահմանի երկայնքով է անցնում եւ ինքը խոցելի է դառնում Աստված չանի, հա, ինչ որ էսկալացիան ավելի խորանա եւ կարող է այդ դեպքում ինքը թիրախ դառնա, օրինակ իրանական ինչ գործողությունների համար։ Դրա համար բնականաբար դա նախնական փուլը կարող է ձգձգվել։ Բայց տեխնիկական հաշվարկ եթե արվի, դա 2-3 տարվա պատմություն է այդ երկաթգիծը վերականգնելը, եթե միայն երկաթգծի մասն ենք խոսում, բայց այնտեղ էլի եմ ասում, ավելի հետաքրքիր է եւ Միացյալ Նահանգների համար եւ տարածաշրջանի եւ մեր համար Թուրքմենիայից գազատարը, որ Հայաստանով պետք է անցնի եւ ընդ որում մեղրիով չէ, ավելի հյուսիս պետք է անցնի, որ Իրանի սահմանից հեռու լինի, նավթատարը Ղազախստանի նավթի համար նախ եւ առաջ, որ չի բավականացնում հզորությունները Բաքու-Ջեհանի, էլ չեմ խոսում նաեւ հոսանքի, գիտեք, լարերը, մալուխները, ինտերնետային եւ տարբեր հեռահաղորդակցության, էներգետիկ գուցե նաեւ մալուխներ լինեն, այդ հսկայական ծավալի աշխատանք եւ միջոցներ պահանջող բան է, որը տարիների իհարկե հարց է։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Ես հիշեցնեմ, որ թրիփ նախագծի շուրջ շաբաթվա զարգացումները քննարկում ենք Շանթ-Նյուզի թղթակից Էլեն Խուդոյանի եւ Ազատ քաղաքացի հասարակական կազմակերպության ղեկավար վերլուծաբան Հովսեփ Խոշուձյանի հետ։